Ես ու իմ տղայի դիրքը միշտ տեսնում էի ամեն անգամ, միշտ իր հերթապահության ժամերին դուրս էի գալիս, նայում էի, որ կրակոցներ կա այդ կողմի վրա, թե չկա, որովհետև դիրքը միշտ երևում էր, մեր տունն էլ իրանց մոտից է երևում ու դրա համար տեղը լավ է։ Ինքն էլ տանը նայում է։ Ինքը նայում էր տանը, հետո զանգում էր ասում, ամելի թռանը երևի կանգնած ես, լիսը վառել ես, երևի էլի դե սենց ես նայում, տուն մտի, մի նայի։ Մեկ էլ տեսար ինչ որ մի փամփուշտել քեզ հասավ, տուն մտի, այդտեղ մի կանգնի։ Արդեն գիտե, եթե նույնիսկ գիշերվա ժամի էր, դուրս էի գալի, գիշերվա ժամին էլ էի նայում իրա դիրքին։ Զանգել էր հորը շնորհավորել էր ու մեկ էլ անընդհատ կրակ շատ էր դրությունը լարված, շատ։ Մենք էլ պատրաստվում էինք, որ գնանք հիվանդանոց հարսին տեսության, հետ հյուրեր պետք է ունենայինք, ամուսնուս ծննդյան օրն էր, դուրս էի գալիս, մեկ էլ մենակ մի հատ կրակոց ա եղել, մենակ մի հատ կրակոց։ Տուն եմ մտել ամուսնուս ասել, էս մեր Արմանն էր։ Ինքն ասավ, չէ, այսօր խոսացել ա։ Ասի չէ, այ ուզում ես ձեր կանգնեն, ոնց որ ինձ խփեն։ Կանգնած տեղը մի անգամից ոնց որ ինչ-որ սարսուր առնի, զգացի ես, որ գույնս գցեցի այդ վիճակով։ Ուզում ես կանգնենք նայենք, որ ես աշտապ օգնության մեքենան իջացնելու ա։ Ու տենց էլ մնացինք նայելով, որովհետև իր ավակ ընկերներ իջեցրել։